Հիշեցնենք, Սամսոն Խաչատրյանը կասկածվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Ընդդիմության այս տարվա մարտի 1-ի հանրահավաքում քաղաքացիական հագուստներով անձանց հետ վիճաբանության դեպքի ժամանակ Արազաքարյանի փոխանցմամբ Խաչատրյանն այսօր դատարանում հայտարարել է. Որ ինքը որևէ ոստիկանի չի հարվածել եւ այդպիսի դեպք ոստիկանին հարվածելու չի եղել։ Այնտեղ եղել են ինչ-որ անձնավորություններ, որոնք որ կանանց ու երեխաներին հարվածներ են հասցրել, վիրավորել են, ինքը փորձել է կանխել գործողություններ։ Ով էր դատավորը։ Ընդդիմադիր Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով եւս դատարանի շենքի մոտ էր այսօր, մեծ զրույցում խայտարակություն որակեց Սամսոն Խաչատրյանի կալանավորումը։ Խայտարակություն էր այսօրվա դատարանի վճիռը եւ ընդհանրապես ձերբակալելը խայտարակություն էր։ Կարծում եմ, որ ըստ իրենց դրանով կարող են վախեցնել միտինգից առաջ հասարակությանը, փորձում են դրանով ասել, որ մենք ինչ ուզենք կարան կանենք։ Ուղղակի ես ձեզ երաշխավորում եմ, որ տեղի է ունեցել հակառակը։ Որ տեղի է ունեցել հակառակը։ Որ տեղի է ունեցել հակառակը։ Դուրս գան։ Արամ Մանուկյանը վկայակոչելով Սամսոն Խաչատրյանի բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի Եվրոպայի կրկնակի չեմպիոն լինելու հանգամանքը կոչ արեց նրա բռնցքամարտիկ ընկերներին արձագանքել եւ բողոքի ձայն բարձրացնել։ Ստյոպա Սաֆարյանը մեծ զրույցում համոզմունք հայտնեց, որ մարտի 1-ին ոչ համազգեստավոր ոստիկանների հետ կապված միջադեպը սադրանք է եղել։ Իհարկե սադրանք է եղել։ Մենք արդեն որերորդ դեպքն է, որ կենտրոն ոստիկանության ոստիկանների հետ կապված բախվում ենք նույն իրավիճակներին, երբ ոստիկանությունը բացահայտ խախտումով ոստիկանության մասին օրենքի գործում է ուղղակի օրենքի